Մինչև Բաքվում շարունակվում է հայ գերիների բեմադրված դատավարությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Անկարա կատարած այցի արդյունքները, նշելով, որ քննարկվել են կարևոր հարցեր, այդ թվում Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների հեռանկարները։ Սակայն այս թվացյալ խաղաղասիրական հայտարարություններին զուգահեռ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին պնդել է, թե Հայաստանը դեռ տարածքային հավակնություններ ունի Ադրբեջանի նկատմամբ, ավելինս նրա Հայաստանում առկա են ռևանշիստական տրամադրություններ, ինչը նրա կարծիքով խոչընդոտում է Բաքվի եւ Երևանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Մյուս խոչընդոտը Բայրամովի խոսքով Հայաստանի սրընթաց ռազմականացումն է։ Իսկ Բաքվի ռազմական դատարանում 22 օր հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի առանձնացված շինծուգործով հերթական լսումներն են։ Նրա առողջական վիճակի մասին հստակ տեղեկություններ չկան։ Ըստ քաղաքական վերլուծաբանների դա որևէ ազդեցություն չի ունենա ադրբեջանական դատարանի վրա, որովհետև անգամ նախորդ նիստերին Վարդանյանի վատ ինքնազգացողությունը հաշվի չեն առել, շարունակելով դատավարություն անվանվող ֆարսը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօրվա նիստում լսել են վկաներից մեկի ցուցմունքը։ Վկանի Պրեվազգությամբ հայ է, որն ապրել է Արցախում։ Նա հայտնել է, թե Ռուբեն Վարդանյանը Արցախ է տեղափոխվել 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց եւ սկսել է 15-ից 60 տարեկան տղամարդկանց հավաքագրումը։ Ըստ այդ վկայի, իբրև Վարդանյանը զինված ջոկատներում ներգրավելու համար այդ տղամարդկանց $700-ից $2000 է տվել։ Իդեպ Արցախի նախկին պետնախարարը կրկին հրաժարվել է պատասխանել դատարան կոչվածի հարցերին, տեղի ունեցողը համարելով շոու ու իմիտացիա։ Այդուհանդերձ փորձագետները կարծում են, որ իրավիճակը այդքան էլ անհույս չէ։ Մարտի 18-ին Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը նախատեսում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ միջազգային խաղաղության համաժողով կազմակերպելու մասին բանաձևը։ Բացի այդ, մարտի 12-ին Եվրախորհրդարանը լիագումար նիստում կքննարկի Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը, թե ինչ ազդեցություն կունենան այս գործընթացները Ադրբեջանի դիրքորոշման եւ մասնավորապես դատավարություն կոչվածի վրա, ժամանակը ցույց կտա։ Միևնույն ժամանակ ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս բարեկամության շքանշանով պարգևատրել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակին, ի նշան ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած վաստակի։ Փորձագետների կարծիքով այս իրադարձությունները կարող են որոշակի ազդեցություն ունենալ թե տարածաշրջանային զարգացումների, թե բուն դատապրոցեսի վրա։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։